Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի հայկական փնիկություն։ Տեհրան կզգուշացնե դարաշրջանի ապագայունացման վտանգը Թրամփի Հորմուզի վերջնագրեն ետք։ 2023-ին հայերը գրգին ենթարկվեցան ցեղասպանության։ Լուիս Մորենո Օկամպո։ Լիբանանի մեջ 134,000-ի ավելի դեղահանվածներ աբաստան կդածեն պետական գացարաններու մեջ։ Իսրայել հարվածներ հասցուց Լիբանանի հարավը թիրախավորելով գամուրջներ եւ Հզբուլլահի թիրքեր։ Աջակցին Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան գկրե հայկական փնիկությունը չի սահմանափակվիր պատմական հնությամբ ան կոյության ցև մնե ու ժողովուրդն ու հողը միասին գծակին եւ գբաբանվին ան գարդահայտվի լեզվին մշակույթին ավանդություններուն եւ հիշողության մեջ սերունդ է սերունդ փոխանցվելով հայ ժողովուրդը գմարմնավորե բնական ինքնություն ոչ արհեստական եւ ոչ բարդատրված այլ իր հողին հետ համաձնունդ հողը միայն աշխարհակրական դարածք չէ ան հիշողության բնակված իմաստի մայրադուն մնե որուն հետ ժողովուրդը մշտական երկխոսության մեջ է։ Պատմական բռնություններուն եւ ցեղասպանության հակառակ հայկական փնիկությունը չէ գործված։ Ան դարձած է ներքին, շարժական եւ հիշողության մեջ արձանագրված, ցույց տալով, որ արմատավորումը գաղված չէ միայն ֆիզիկական ներկայությունեն։ Բնական հավատարմությունը կնշանակե պատասխանատվություն նախնիներուն, հողին եւ ապակա սերունդներուն հանդեպ, պահելով լեզուն, հիշողությունը եւ մշակույթը։ Հայկական փորձառությունը համամարտկային արժեք մնե։ Ան ցույց կտա, թե ժողովուրդը կգրնա կոյադեվել գործստյան եւ սպրման մեջ, բաբանելով իր հիշողությունը եւ շարունակությունը։ Վերջապես հայկական պատասխանը բարձ է՝ մնալ հավատարիմ հողին, հիշողության եւ լույսին։ Հարգելի հայրենագիտներն ու ամբողջությամբ կարելի է գարտալ մեր պաշտոնական գայքեն։ Տեհրան հայտարարեց, որ տարածաշրջանը կգրնա կանգնի լուրջ վտանգի առջև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Հորմուզի վերաբերյալ վերջնագրեն ետք։ Ըստ հաղորդումներու Իրանը հրթիռային եւ անօդաչու սարքերով հարվածներ հասցած է Իսրայելի եւ տարածաշրջանի այլ ուղղություններու դեմ։ Թիրախավորված են նաեւ բնակելի շրջաններ, հատկապես Դիմոնա եւ Արադ քաղաքները։ Պլաստիկ հրթիռներու գիրարկմամբ հարվածներուն հետևանքով մոտ 180 անձ վիրավորված է։ Իրավիճակը կմնա լարված, իսկ միջազգային հանրությունը մտահոգությամբ կհետևի զարգացումներուն։ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպո հրաբարակեց 2023-ի հայրուց ցեղասպանությունը վերնագրով հոդվածը նվիրված Արցախի իրադարձություններուն։ Անոր քնահատմամբ 2023-ին Բաքուն ամբողջությամբ տեղահանեց Արցախի հայ բնակչությունը շուրջ 120,000 մարդ զայն բնորոշելով որպես նոր ցեղասպանություն։ Օկամպոգը հիշեցնե, որ ՄԱԳ-ի համապատասխան կառույցները դակավին 2023-ի սեպտեմբերին զսկուշացուցած էին ցեղասպանության վտանգին մասին։ Հոդվածը կնշե, թե նյութը ժամանակ մը գտնված էր միջազգային մամուլի կետրոնը որպես էթնիկ զդում, սակայն հետագային դուրս մղված է օրակարգեն։ Օկամպոգը կարևորե 2026-ի մայիսին Երևանի մեջ նախադեсված եվրոպական քաղաքական համայնքի կակատնաժողովը շեշտելով, որ եվրոպացի առաջնորդները ստիպված պիտի լան արերեսվիլ դեղահանված հայերու հարցին։ Միաժամանակ ան կմատնանշե, որ արցախահայերու իրավունքները ներառյալ հայրենիք վերադառնալու իրավունքը դակավին ընդգրկված չեն միջազգային համաձայնագիրներու մեջ։ Օկամպոն նաև կքննադատե միջազգային հանրությունը ցեղասպանության կանխարգելման բարդավորությունները լիարժեք չկատարելու համար, հիշեցնելով, որ ՄԱԳ-ի 1948 թվականի համաձայնագիրը պետությունները կբարդավորեցնե կանխել նման հանցագործություններ։ Ան նաև կնշե, որ Ադրբեջանի մեջ հայերու թեմ ընթացող դատավարություններն ու վերադարձի իրավունքի բացակայությունը նույն քաղաքականության մաս կգազմեն ուղղված արցախահայության իրավունքներու շղթման։ Հոդվածի ավարտին Օկամպո գոչ կնե միջազգային հանրության գործուն քայլերու պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները, ընդգծելով, որ հայերը պաշտպանելը կնշանակե պաշտպանել քաղաքակրթությունը։ Լիբանանի իշխանությունները հրաբարակեցին նոր տվյալներ իսրայելյան հարվածներուն հետևանքով շարունակվող դեղահանվածերու մասին։ Պաշտոնական տեղեկություններով ներկայիս մոտ 134,000 անձ տեղավորված է 644 պետական կացարաններու մեջ։ Տվյալները ներկայացուցած է աղետներու վտանգի կառավարման ստորաբաժանումը նախարարներու խորհրդի նախագահության հովանիին տակ։ Ընդհանուր առմամբ Լիբանանի մեջ մոտ 1 միլիոնի ավելի մարդ յուրաքանչյուր 5 բնակիչեն մոտ մեկը ստիպված եղած է լքել իր բնակավայրը։ Իրավիճակը կշարունակե մնալ ծանր եւ մարդասիրական ճգնաժամի խորացման վտանգը կմեծնա։ Իսրայելյան բանակը գիրագի օր լայնածավալ հարվածներ իրականացուց Լիբանանի հարավը թիրախավորելով Հզբուլլահի ենթակառուցվածքները։ Գործողությունները սկսան Լիտանի գետի վրա գտնվող գամուրջները ոչնչացնելու հրահանգեն ետք։ Լիբանանյան աղբյուրներու համաձայն հարվածներ հասցված են տարբեր շրջաններու, իսկ Սուրի մոտ կարևոր գամուրջը մասամբ ավերված է։ Լարվածությունը սրացավ այն բանեն ետք, երբ մարտ 2-ին Հզբուլլահը սկսավ հրթիռագործել Իսրայելը, ինչին ի պատասխան Իսրայելը լայնածավալ օդային եւ ցամաքային գործողություններ սկսավ Լիբանանի մեջ։
Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ բանակին հրահանգված է ոչնչացնել Լիտանի քեդի բոլոր գամուրջները զինյալներու եւ զինամթերքի դեղաշարժը կանխելու համար։ Միևնույն ժամանակ Իսրայելի մեջ արձանագրված է 1 զոհ Լիբանանին արձակված հրթիռի հետևանքով։ Լիբանանի առողջապահության նախարարության համաձայն միայն գիրագի օրվան 2 հարվածներու հետևանքով առնվազն 4 մարդ զոհված է, իսկ 3 շաբթվան ընթացքին զոհերու թիվը հասած է 1000-ի, դեղահանվածներունը 1 միլիոն է ավելի։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներն մեկը թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահրճակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստագայանի հնարավորությունները ավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսիացի վետերաններու եւ հայկական ցակումով թիրմատրողներու միավորում։ Ձեր առաքելություններ պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին պահապանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն ունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն դերակցություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական գայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։